Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Դանիելյան, իշխանականները ասում են, քիչ առաջ Գևորգ Պապոյանն էլ հայտարարեց, որ ընտրություններից առաջ Հայաստանին անհրաժեշտ է Եվրամիության փորձը ընտրություններում այսպես հնարավոր կեղծիքների եւ այլ գործողություններից խուսափելու համար։ Շատ կարևոր է կներեք 1000 ներողություն Եվրամիության որ պետության փորձը, Ռումինիայի փորձը, որ ընտրվել էր նախագահ եւ սահմանադրական չեղյալ էին ճանաչել, հետո սահմանադրական դատարանով, եթե չեմ սխալվում, էլի հաղթել էր, բայց չեն թողել, որ մարդը լինի Ռումինիայի նախագահ, պատճառը հետեւյալն էր, եթե էլի չեմ սխալվում, ասել էին, որ Ռումինիայի նախագահը դրական վերաբերմունք ունի Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ Եթե համարում եք եվրոպական փորձը, այս Ռումինիայի փորձը, սա իրանց համար ճիշտ է, իրանց սրտով կլինի, որովհետև իրենք ընտրություններին հաղթելու իմ գնահատմամբ շանսեր չունեն եւ իրենք ամեն կերպ ամեն ինչ անելու են, որպեսզի հետ ընտրական այդ փուլում էլ, եթե ուրեմն այն սցենարին, որ ես ասում եմ, լինի, կարող նույն ռումինական սցենարը կիրառեն, ասեն մենք չենք ճանաչում ընտրությունների արդյունքները։ Բայց իրենք ասում են Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ տարվում է եւ ընտրությունների նախաշեմին դա ավելի կակտիվանա եւ այդ համատեքստում է աջակցությունը։ Հիբրիդային ասելով մենք ինչ ենք հասկանում ենք, որ ենթադրելի է, որ այդ հիբրիդային պատերազմ ասելով ասում են Ռուսաստանի նկատի, չէ՞։ Հա, Ռուսաստանի նկատի։ Հիմա եթե դա Ռուսաստանից չի, այսինքն ուրիշ մի երկրից, հա, դա հիբրիդային է, թե հիբրիդային չի։ Հիբրիդային է, հիբրիդային չի։ Այսինքն թե նույն բանը, որ այդ ասում են հիբրիդային, տեղեկատվական պատերազմ եւ այլ, եթե այդ տեղեկատվական այդ հոսքերը բանը Ռուսաստանից չլինի, այլ երկրից լինի, օրինակ Ուկրաինայից լինի, նորմալ է այդ։ Այսինքն նախ պետք է խաղի կանոնները որոշեն, թե ինչ է նշանակում դա, ինչ է Իրանից ենթադրում։ Երկրորդն էլ շատ բարձ բան ենք ասում մենք, որ անդադ մեզ մեղադրում են, չէ, շպիոն են, չգիտեն ես են։ Մենք ամեն անգամ դամակ ենք ուղարկում ԱԱԾ, ասելով եթե նման բան կա, խնդրում ենք հրապարակեք, ասեք, եթե նման ուրեմն ինֆորմացիա ունեք կամ նման դուք պնդումներ անելու հիմք ունեք, կամ այդ հարցի վերաբերյալ լսում եք ինձ, չէ՞։ Կամ այդ հարցի հետ կապված միջև վերջ գնացեք եւ բանարեք, կամ սուտ տեղեկություններ մի տվեք, այսինքն մի ստեք։ Խափում են այս մարդիկ ամեն անգամ խափում են մեր հանրությանը, մեր հասարակությանը, կա այդ հարցումների պատասխանը, ԱԱԾ-ն այդ առումով մի քանի նաև նամակներն է կարող ձեզ տրամադրել, որ նման բան գոյություն չունի։ Հիմի այս իշխանություններին, ով որ այս իշխանություններին դեմ է, ասում են ռուսի շպիոն է։ Ով որ դեմ է, ով որ կարծիք է արտահայտում, նույն եկեղեցին էլ օրինակ եթե կարծիք հայտնել, ասում են նման որակավորումներ են տալի։ Ու բոլոր գործընկերների այդ հանդիպումների ժամանակ Եվրոպայում թիվ 1 թեման է դա։ Գերիների խնդիր չկա իրանց համար, կներեք, Արցախի խնդիր չկա իրանց համար, մեր տարածքների օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման խնդիր չկա։ Մենակ մի խնդիր ունեն այս մարդիկ։ Գնան Եվրոպա, ով որ իրենց դեմ է, ասեն այս մարդիկ շպիոն են, Ռուսաստանի շպիոնն են եւ խնդրում ենք ձեզ միջոցներ ձեռնարկել եւ այլն։